Հայաստանի Հանրապետությունում փաստացի կա երկու բևեռ, դա հարևանների նկատմամբ պահանջներ ներկայացնող բևեռն է, օրինակ Ռոբերտ Քոչարյանը, որ ասում է իր ասուլիսի ժամանակ, որ այսօրվա իրավիճակում սահմանափակվել 29743 կիլոմետրի մեջ դա ուտոպիա է եւ խոսում են պահանջատիրության մասին, տանում են այդ խոսույթը, որ մարդիկ, ովքեր որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը դեմ են, դեպքը դուրս էր եկել, ինձ ասում էր, բան Նախիջևանն եմ ուզում, Կիլիկյանն եմ ուզում եւ Ղարաբաղն եմ ուզում։ Այդ խոսույթը պատերազմի մասին է, այսինքն ուզում եմ որն է, դա ոչ մեկ չի, հա? Չէ, դա քաղաքական, լսեք, Ռոբերտ Քոչարյանը իր երազանքներով թող գնա իրան ստանը, թող գնա իրան ստանը բանը, բայց երբ որ ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը պարլամենտում այսօր գտնվող նման բան է ասում, եւ ակնհայտ է, չէ, բայց այդ մարդը եւ ակնհայտ է, չէ, որ հանրությունը նման խոսակցության մեջ է հայտնվել եւ հայտնվում է եւ դա բնական քաղաքական վերլուծություն է, եթե դուք նկատի ունեք, որ տենց տվյալներ կան, որ սեպտեմբերի այսինչ օրը, այսինչ sense բան, բնական է նման տվյալներ չկա։ Կներեք, Քոչարյանը չի ասում, ես գամ իշխանության պատերազմ սկսեմ Արցախի դեմ։ Ասում հիմա տարածաշրջանում լարված իրավիճակը, չգիտեք, վաղը մյուս օր մի քանի տարի հետո ինչ աշխարհակաղակական կարգեր կհաստատվեն, սահմանները ինչպես կփոխվեն, ասում են, եւ եթե լինի հնարավորություն առիթ, պետք է օգտվել դրանից։ Դե շատ բան է ասում, շատ վատ բան է։ Իհարկե վատ բան է։ Ոչ, իհարկե ոչ, ոչ, միանշանակ ոչ, երբեք, ոչ Թուրքիայի պարագայում, ոչ այդ ինչ եք խոսում դուք։ Իսկ հիմա Ադրբեջանը մեր թուլացած վիճակից օգտվի եւ մտնի դարձնի, ասենք մի հատ Պուճուրիկ Երևան քաղաք թողի։ Այդ ինչ եք ասում։ Այդ ձեր հարցը համ վրթովեցնող է, համ ակնհայտ դուք ձեր հարցի պատասխանը տվեցիք։ Իհարկե ոչ, երբեք Հայաստանի Հանրապետությունը չպետք է ունենա տարածքային պահանջներ եւ չունի իր հարևանների նկատմամբ։ Այդ ինչ է։ Այսինքն դուք ինչ եք ընդհանրում Հայաստանի Հանրապետության պարլամենտական երկրի պարլամենտի նախագահին հարցնում եք, ասում եք մենք պետք է սպասենք Ադրբեջանը թողնա, ոչ, եթե շատ վատ բան է ասում, շատ վատ բան է ասում, անթույլատրելի բան է ասում, խայտառակ բան է ասում, ու դրա համար ինքը վաղը մյուս օրը այստեղ նույնիսկ չի հայտնվելու իր այդ խոսը, այդ իր երեխեքն են գնալու կռվեն կամ այդ ինչ է, դարերով մեզ գցում է կախվածության մեջ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Ամերիկայից կամ որևիցե մեկից, ոչ, մենք պետք է տարածաշրջանում այնց հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելուց, հավերժ թշնամություն, ինչ դիվանագիտորեն, լսեք, հորով մորով արեց Հայաստանի Հանրապետությունը 10 տարի ինքը իր իշխանության օրով, թե ինքը հարստացավ։ Այդ Հայաստանի Հանրապետությունը 29743 քառակուսի կիլոմետրը տենց շենացրեց, վերականգնեց, ուժեղացրեց, թե գույք պարտքի դիմաց տվեց, ասենք ռազմավարական բաներ եւ Հայաստանի անկախությունը ինքնուրույնությունը տվեց ուրիշ երկրի։ Հիմա էլ պետք է ինքը տես բան ասե իսկական։ Անկեղծ հավատաց չի գալիս։ Ոստի ժամանակ ասում է չեմ նայել Փարքաստո։ Կարող է իրավիճակ փոխվել, պետք է Հայաստանը դրանից ինչ որ հետո խայտառակություն է։ Շնորհակալ եմ քեզ այդ հարցի համար, խայտառակություն է։ Խայտառակություն է դա։ Բաժանորդագրվեք Արմադ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։